Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այսօր առավոտյան հատել են Հայաստանի պետական սահմանը ժամանակավոր անցակետի միջոցով և ազգային անվտանգության ծառայության սահմանազորքերի միջոցով ադրբեջանական անձնագրում կնիկ դնելու շնորհիվ մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և ունենալու են հանդիպումներ իրենց գործընկերների հետ խաղաղության կամուրջ գործընթացի ներսում։ Սա այն գործընթացի շարունակություն է, որը մի քանի ամիս առաջ նաև տեղի էր ունենում Երևանում և Բաքվում։ Զուգահեռ դրա ադրբեջանական պետական փաստացի ԶԼՄ-ում Մինվալ-Ազում տարածվում է հոդված, որը վերաբերվում է Հայաստանին և որտեղ որ շարունակում է ադրբեջանական ԶԼՄ-ն պնդել, որ Երևանը նախկինում եղել է ուրեմն իրենց պատմական տարածքը և այստեղ օգտագործում է այսպիսի բառապաշար, որ հայերին բնակեցրել են այն տարածքներում, որը արդեն ուներ տերեր, և որ այս տարածքներում ստեղծվել է հայկական շրջան արհեստական, որովհետև տեղի բնիկ բնակչությունը ադրբեջանական, ուրեմն ըստ իրենց այստեղից տեղահանել են, սա շատ վտանգավոր իհարկե գնահատականներ է, զուգահեռ դրա Ադրբեջանը զինվում է, խոսք է գնում 48 նոր շվեդական կարևոր ինքնաթիռների գրիֆենների գնման մասին, ընդհանուր առումով մոտավորապես 6.5 միլիարդ դոլարի, ինչպես նաև Ադրբեջանը Սլովակիայից պատրաստվում է գնել շատ կարևոր զենքեր և դա ուղիղ և անմիջապես վերաբերվում է այնպիսի ձևաչափերին, ինչպիսին է ինքնագնաց ականանետերը, մոտավորապես 300 հատ։ Այս ամենը ձևավորում է այնպիսի իրավիճակ, որ մի կողմից մենք ունենք դրական դինամիկա երկկողմ հարաբերությունների զարգացման և խաղաղության օրակարգում, մյուս կողմից Ադրբեջանի հռետորաբանությունը ճիշտ է ավելի մեղմվել է, բայց շարունակում է ունենալ նկրտումներ Հայաստանի Հանրապետության, մեր պատմության և ընդհանուր առումով հայ ազգի հանդեպ և սա իհարկե նաև պատմությունը խեղաթյուրելու փորձեր են, որը շատ վտանգավոր են այդ թվում մեր երկկողմ հարաբերությունների էլ ավելի կայունացման և զարգացման ուղղությունով։ Ադրբեջանի կողմից այդ զենքերին ի պատասխան ինչ պետք է անի Հայաստանը, ինչպիսի ռազմական հնարավորություններ պետք է ձևավորի և արդյոք ճիշտ են տեղեկատվությունները նրա մասին, որ Հնդկաստանը Հայաստանին փոխանցել է տեխնոլոգիական տարբեր հնարավորություններ և կան տեղեկատվություններ, որ այդ տեխնոլոգիական հնարավորությունները նաև հնարավոր է պարունակեն այն ուղղությունները, որում Հնդկաստանը և Իսրայելը ունեն համատեղ համագործակցություն։ Արդյոք Իսրայելի թույլտվություն է Հնդկաստանը ստացել դրա համար և ինչ դեր կարող է դա ունենալ հայ-իսրայելական հարաբերությունների հայ-հրեական մերձեցման գործընթացում, որը օրակարգային է դառնում։ Զուգահեռ դրա ինչ զենքի հնարավորության մասին է խոսքը և ինչպիսի դա կարող է ազդեցություն ունենալ ռազմական բալանսի վրա։ Բայց ամենակարևորը, ինչպիսին պետք է Հայաստանի Հանրապետության արձագանքը լինի գրիֆենների գնման կարևոր գործընթացին և ինչպես մենք կարող ենք Հայաստանի օդուժը հզորացնելով ապահովել բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առումով, որը պետք է հիմք հանդեսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը։ Առանց հզոր բանակ անհնար է իրականում խաղաղություն ապահովել։ Դա ասաց Հայաստան այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որ հզորությունն է խաղաղության հիմքը և այդ նպատակով ԱՄՆ-ն իհարկե առաջի այդ կարևոր փաստաթուղթն են մեր հետ կնքել, որը 11 միլիոն դոլարի կարևոր հետախուզական և ուշադրություն, նաև հարվածային է այդ ԱԹՍ-ն ցանկության դեպքում, ԱԹՍ-ների վաճառք է ներառում։ Բայց ինչպիսին պետք է լինեն մեր հաջորդ քայլերը, ինչ նպատակ մենք պետք է ունենանք ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, ինչպես պետք է զարգացնենք մեր ռազմական համագործակցությունը։ Ինչ է նաև այստեղ Ռուսաստանի մոտեցումը, որովհետև մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից հստակ սպառնալիքների լեզու և կխոսենք ձեր հետ միասին ինչպես ՀԱՊԿ-ի գլխավոր շտաբի ներկայացուցչի ուղիղ սպառնալիքները Հայաստանի հանդեպ և այդպես նաև մենք կքննարկենք այդ տրամաբանությունով Ռուսաստանից վերջի օրերի ընթացքում հնչող զարմանալի և շատ տարբերվող հայտարարությունները և մոտեցումները։ Այս ամենը շատ կարևոր հարցեր են և օրակարգային են, ուստի հիմա մենք ձեր հետ միասին մանրամասն կքննարկենք
այս հարցերը։ Առաջի հերթին, հարգելի հայրենակիցներ, ես ողջունում եմ ձեզ եւ հորդորում եմ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, դա շատ կարեւոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Գրեք ձեր մեկնաբանությունները, ես միշտ կարդում եմ եւ արձագանքում եմ բոլոր ձեր մեկնաբանություններին, նաեւ կարող եք բաժանորդագրվել ալիքին, դրանով աջակցել ալիքի գործունեությունը։ Շնորհակալություն, անցնենք առաջ։ Հարգելի հայրենակիցներ, սկսենք առաջի հերթին խաղաղության կամուրջ նախաձեռնության ուղղությամբ այդ հանդիպումից։ Հայաստանում փետրվարի 13-ին եւ 14-ին տեղի կունենա կլոր սեղան, որի շրջանում քաղաքացիական հանրության ներկայացուցիչները Հայաստանից եւ Ադրբեջանից կքննարկեն այդ խաղաղության կամուրջ ձևաչափով երկկողմ հարաբերությունները։ Հայկական խորհուրդ կազմակերպության հայտարարությունով ադրբեջանական կողմը այդ պատվիրակությունը եկել է Հայաստան ցամաքային սահմանով եւ անցել է բոլոր պատշաճ ստուգումները եւ դա տեղի է ունեցել սահմանի դելիմիտացված դեմարկացված հատվածում։ Մեծ հավանականությամբ խոսք է գնում Կիրանցի հատվածի մասին, որտեղից որ մուտք են գործել ադրբեջանցի այդ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Ես պետք է իհարկե նշեմ, որ ես մանրամասն ուսումնասիրեցի այս հարցը եւ տեսա, որ իրոք ադրբեջանական կողմում, իսկ հետո արդեն հայկական կողմում սահմանապահ զորքերի միջոցով ժամանակավոր անցակետ ձևավորելու տրամաբանությամբ այդտեղ անցել են կողմերը հատուկ այդ բոլոր ստուգումները, որը անհրաժեշտ են սահմանին։ Այսինքն սա շատ կարևոր է եւ սա ես արձանագրում եմ ինչպես կարևոր քայլ դեպի առաջ եւ իրոք առաջընթաց է, որովհետեւ ինչպես շատ անգամ սա հարցի տակ է դրել այդպես կոչված ռուսական ընդդիմությունը ռուսական գործակալական ցանցը Հայաստանում, երբ ասում են արդյոք ադրբեջանցիք կհանդիպեն հայ սահմանապահի, միշտ դրա մասին իրանք այսպես առանձնահատուկ ցանկություն ունեն, որ ադրբեջանցիք սահմանի վրա հանդիպեն հայ սահմանապահի, ասեմ, որ այսօր ադրբեջանցիք Հայաստանի սահմանը հատելով հանդիպել են Հայաստանի սահմանապահին, որը կնիքել է դրել Հայաստանի պետական սահմանը հատելու մասին ադրբեջանական անձնագրում։ Այսինքն այդ գործակալական ցանցի այդ օրակարգը իրոք չեղարկվում է այս կոնկրետ քայլով։ Բացի դրանից նշեմ, որ նույն քալիբերազի այս կարևոր հոդվածում այս թեմայով նշված է արդեն դրական առումով, որ ցամաքային սահման նշված չէ այդպես կոչված սահման, որովհետև նախկինում ադրբեջանցիք սովորեն եւ շատ դեպքերում նշում են պայմանական սահման կամ այդպես կոչված սահման։ Դելիմիտացված եւ դեմարկացված հատվածի ուղղությամբ ակնհայտ է, որ երևում է, որ չկա այդպես կոչված սահման եւ դրա փոխարեն կա հստակ Հայաստանի սահման եւ մեկնել են Հայաստան, այստեղ որևէ գրառում չկա ուրեմն այն բացասական թեզերի ուղղությամբ, որը ադրբեջանական կողմը երբ կան ժամանակ առ ժամանակ օգտագործում է եւ նկատի ունեմ հենց ճակերտներում արևմտյան Ադրբեջան թեզը եւ այլն, այսինքն այս գործընթացը շատ կարեւոր է եւ քայլ է առաջ։ Իհարկե քննարկումներն էլ իմ պատկերացումով ընդհանուր առումով կլինեն օգտակար երկկողմ հարաբերություններում, բայց զուգահեռ ադրբեջանական մյուս պարբերականը հենց այսօր առավոտ Մինվալազը տարածում է շատ կարևոր տեղեկատվություն եւ ասում է, որ ըստ տարբեր աղբյուրների փետրվարի 12-ին ռուսական ռազմակայանում Գյումրիում պլանավորված էր կոնֆերանս անցկացնել, որը նվիրված էր Թուրքմենչայի պայմանագրի 198-րդ ամյակին, բայց միջոցառումը տեղի չի ունեցել, որովհետեւ մասնակիցներ չկային։ Եվ ադրբեջանցիք գոհ են շատ այս իրավիճակից, բայց հետո հետաքրքիր է, որ քննարկում են, թե ինչ տրամաբանությունով են գոհ, որովհետև արեք բացահայտ ասենք, Թուրքմենչայի պայմանագիրը ադրբեջանցիքի համար բացասական պատմություն է եւ հաշվի առնելով դա իհարկե չի կարող որ իրանց համար գոհունակության պատճառ լինի Թուրքմենչայի պայմանագրին նվիրված որևէ մի բան։ Պետք է ասել, որ այդ պայմանագրին նվիրված միջոցառումը ըստ իրենց դա տրամաբանական է ընդհանուր առումով, որտեղ պատմական փաստ է, բայց ոչ թե ռուսական ռազմակայանում։ Նա հետաքրքիր արձանագրում է ընդհանուր առումով, կարծում եմ տեղի որ չի ունեցել, սա Ադրբեջանի հետ կապ չունի, այլ սա Հայաստանի նաև միտումն է, որ այդպիսի հարցերը չդարձնի, այսպես ասեմ, աշխարհաքաղաքական օրակարգի մաս, այսինքն ռուսական ռազմակայանում
կարիք կազմակերպելու կոնֆերանս չկա։ Ես կարծում եմ դա պարզ է, սադրանք կարելի է նույնիսկ համարել այդպիսի կոնֆերանսի անցկացման ցանկությունը ռազմակայանում։ Պետք է նաև ասել, որ այդ ընդհանուր առումով այդ պայմանագիրը ստորագրվել է հենց փետրվարի 10-ին 1828 թվականին եւ ավարտել է պատերազմը, որը անվանվում է ինչպես ռուս-պարսկական պատերազմ։ Բայց ադրբեջանական կողմը շատ հետաքրքիր է, որ այդ փաստաթուղթը համեմատում է Ռիբենտրոպ-Մոլոտովի պակտին, այստեղ հենց այս հոդվածում, եւ ասում է, որ Ռուսաստանը եւ Իրանը այդ ժամանակ բաժանել են ադրբեջանական ուրեմն տարածքները իրար միջև։ Հիմա իհարկե կարևոր հարց է հնչում, ինչ ադրբեջանական տարածքներ, որովհետեւ այստեղ խանություններ են նշվում, ադրբեջանական խանություններ, իհարկե այդպես սխալ է այստեղ գնահատականը, որ անկախ ադրբեջանական խանությունների մասին է խոսքը, բայց իհարկե այստեղ նաև ուղիղ պետք է նշել, որ հասկանալի է Ադրբեջանի միտումը այստեղ, որը ցանկանում է ասել, որ այդ ժամանակ այդ նույն ադրբեջանական տարածքները, իսկ հիշեցնեմ, որ Թուրքմենչայի պայմանագրի ժամանակ իրականում նույն պարսկական այդ կայսրությունը ղեկավարել են քաջարները, իրանք իրանական ուրեմն իշխաններ էին, բայց թուրքական ծագում ունեցող, այսինքն իրանց ադրբեջանցիք համարում են իրանց բարեկամներ, այսպես ասեմ, նախնիներ, եւ քաջարները ինչ որ առումով, այո, կարելի ասել, որ կապ ունեն ադրբեջանցիքի հետ, կամ նույնիսկ կարելի ասել, որ նույն ադրբեջանցիքն են այսօրվա։ Այսինքն սա նաև պետք է հասկանալ եւ այստեղով փաստացի Ադրբեջանը այսօր նշում է, որ սա բաժանել է ադրբեջանցիքով բնակված տարածքները։ Հիմա հետաքրքիր է այստեղ իհարկե այն, որ Թուրքմենչայի այդ պայմանագրի ուղղությամբ ըստ Ադրբեջանի, տեսեք, կոնկրետ այստեղ բառեր են գրված, որը ինձ շատ է անհանգստացնում եւ ես շարունակում եմ պնդել, որ սա խնդրահարույց է եւ պնդելու եմ դա եւ հաշվի առնելով դա ինչքան էլ ես ունենամ դեպի խաղաղություն օրակարգ, ես շարունակելու եմ նաեւ լուրջ կոչեր անել մեր պաշտպանության ուղղությունով եւ գիտեմ, որ դուք ինձ այդ առումով շատ եք վստահում, հարգելի հայրենակիցներ, որ ես միշտ ճիշտ եւ արդար որոշումը եւ ճանապարհը կընտրեմ, որը ի նպաստ կլինի հայկական պետության եւ հայկական շահերի, այդ տրամաբանությունից ելնելով, այստեղ հոդվածում հաշվի առնելով, որ նշվում է էթնիկ հայերը Պարսկաստանից եւ Օսմանյան կայսրությունից անցել են դեպի Ռուսաստանի կայսրության նոր տարածքներ, այսինքն ճակերտներում ադրբեջանական տարածքներ Երևանի եւ Ղարաբաղի խանությունների։ Սա չի կարող լինել ուրեմն մեր համար առանց խնդիր։ Այս թեզը, այս բառապաշարը, սա խնդրահարույց է, սա լրջագույն խնդիր է, որ Ադրբեջանը շարունակում է այսպիսի բառապաշար օգտագործել։ Ասեմ ձեզ, որ եթե Ադրբեջանը օգտագործում է այսպիսի բառապաշար, մենք նաև ենք օգտագործելու այդպիսի բառապաշար։ Եվ Ադրբեջանը հաճախ կարող է ասել, որ ուրեմն սա իրանք օգտագործում են, որովհետև հայկական կողմից էլ են նաև օգտագործում։ Ես շարունակում եմ առաջարկեմ ադրբեջանական կողմին եւ համարում եմ մենք բոլորս պետք է առաջարկենք այդ թվում այդ հանդիպման ժամանակ էլ Երևանում, որը տեղի կունենա։ Արեք այսպիսի բառապաշար չօգտագործել։ Եթե դուք ասում եք, սա ադրբեջանական տարածքներ են, ապա մենք էլ կարող ենք սկսել խոսել պատմական տարածքների մասին։ Դրանից օգուտ չկա եւ սա հակառակը խափանում է եւ խնդիրներ է ստեղծում խաղաղության օրակարգին, այսինքն մեկ ԶԼՄ-ն Մինվալազը գրում է այսպիսի բացասական տրամաբանություն, իսկ Քալիբերազը գրում է դրական ուրեմն տրամաբանություն, մենք իհարկե չենք կարող չնկատել այդ տարբերությունը։ Բացի դրանից այստեղ շարունակվում է նաև կարևոր ուրեմն այդ թեզերը եւ այստեղ նշվում է, որ ուրեմն այս տարածքը բերել է նրան այս քաղաքականությունը, որում այսպես այս տարածքների վրա ձևավորվել է հայկական շրջան, իսկ հետո փորձել են այստեղ վերաբնակեցնել հայերին եւ տեղի բնիկ ադրբեջանական բնակչությունը ճակերտներում դարել արդեն սկսել են նվազել եւ դուրս գալ այս տարածքներից։ Ուրեմն ադրբեջանական կողմին այստեղ պետք է իհարկե հիշեցնել, որ եթե մենք խոսում ենք պատմության մասին, ապա հայկական լեռնաշխարհի բնակչությունը բնիկ հայերն են, իսկ ադրբեջանցիք, ինչպես նաև թուրքերը, իրանք
մենք գիտենք, որ 11-րդ դարից են հայտնվել այս տարածքում Միջին Ասիայից, Կենտրոնական Ասիայից։ Սա որևէ ձև որևէ մեկին չի վիրավորում, որովհետև սա պատմություն է։ Ավելին ասեմ, օրերս ես դիտում էի իմ լավ գործընկերների այստեղ Վրաստանում պատմաբանների կարևոր վրացերեն լեզվով մեկ այսպիսի 3 ժամանոց մոտավորապես վերլուծություն եւ ֆիլմ էր պատրաստվել, պատմական այսպիսի ավելի վերլուծություն Ղարաբաղի հակամարտության մասին, որտեղ որ վրաց հայտնի ամենավստահելի պատմաբաններից մեկը հստակորեն ասում է, որ Ղարաբաղի պատմությունում, այսինքն Արցախը, որը կոչվում էր հայերենով, այդ տրամաբանությունով միայն 11-րդ դարում է այստեղ հայտնվում թուրքական էթնիկ բաղադրիչը։ Շատ պարզ է այս ամենը եւ նույնիսկ Վրաստանը, վրացական կողմը, նկատի ունեմ հանրությունը, պատմաբանները դա նաեւ հաստատում են։ Եվ դրանից հետո շարունակվում է Մինվալազի հոդվածը, որ այս քաղաքականության հետևանքով 1918 թվականին Հարավային Կովկասում ստեղծվել է հայկական պետություն, պատմական առումով այստեղ ճակերտներում իհարկե, պատմական առումով այստեղ որևէ հայկական պետություն չի եղել։ Ուրեմն, սա եւ հետո ավելացնում է, ուրեմն ավելի պարզ ասած, հայկական պետության ստեղծումը հիմնավորված է Թուրքմանչայի պայմանագրով։ Ուրեմն, սա ուղիղ պետք է ասել, որ մեծ խնդիր է նաեւ, որովհետև երբ ադրբեջանական կողմը փորձում է փոխել պատմությունը մինչև այսօր եւ ասել, որ պատմական առումով այստեղ հայկական պետություն գոյություն չի ունեցել մինչև 1918 թվականը, ապա իրենք ուրեմն սխալվում են, որովհետև պատմությունը հաստատում է, հարգելի ադրբեջանցիքին եմ դիմում, պատմությունը հաստատում է այստեղ հայկական պետությունների գոյությունը մինչև 1918 թվականը, շատ շուտ պատմությունից, մինչև նույնիսկ ուրեմն զրոյական թիվը, որտեղից որ մենք հաշվարկ ենք այստեղ սկսում, եւ մինչև Քրիստոսի ծնունդ, այսինքն, եւ դրանից հետո էլ, իսկ ադրբեջանցիքի, այսինքն թուրքերի, դուք ձեզ թուրք եք չէ համարում, թուրքերի այստեղ առաջի անգամ ներկայությունը, պատմությունը, մարդկության, տարածաշրջանի պետությունների հաստատում է, որ 11-րդ դարից է սկսվում։ Այսինքն պետք չի ամաչել պատմությունից, պետք չի խեղաթյուրել պատմությունը, պետք չի կեղծել պատմությունը եւ պետք չի դրանով խնդիրներ ստեղծել մեր երկկողմ հարաբերություններին, բնիկ բնակչության մասին խոսելով, որովհետեւ բնիկ բնակչության տրամաբանությունով եւ մենք հիմք ենք դնում իհարկե այսօրվա միջազգայինորեն ճանաչված տարածքներին եւ սահմաններին, բայց բնիկ բնակչության տրամաբանությունով իհարկե դուք էլ շատ լավ գիտեք եւ պատմության տարբեր փաստերը նաեւ ապացուցում են, որ այս տարածաշրջանի բնիկ բնակչությունը վրացիք են, հայերն են, ալբանացիքն են եղել, բայց դուք թուրքական, այսինքն ցեղերը 11-րդ դարից եք այստեղի, ուզում եք դրանից հետո հանվանեք ձեզ բնիկ բնակչություն 11-րդ դարի, բայց եթե այդ տրամաբանությունով է, ուրեմն մենք շատ ավելի շուտվանից բնիկ բնակչություն ենք, եթե այսպես եք ուզում համարել, որովհետև ես չեմ հասկանում տրամաբանությունը բնիկ բնակչություն բառը օգտագործելու, բայց էլ ավելին չեմ հասկանում, երբ դուք բացահայտ պատմություն եք կեղծում եւ ասում եք, որ հայկական պետություն այստեղ գոյություն չի ունեցել։ Հակառակը, այդ նույն տրամաբանությունով կարող ենք ասել այսպիսի արձանագրում անել։ Մինչև 11-րդ դար այստեղ հայկական պետություն եւ ներկայություն եղել է, ադրբեջանական չի եղել։ Հիմա այս բառապաշարը օգտագործելով արդյոք դուք հասնում եք ձեր նպատակին։ Կարող է հակառակը ավելի իրավիճակ է ստեղծում, որովհետեւ մենք հաճախ չենք դրա մասին խոսում, որովհետեւ չենք գտնում նպատակահարմար դրա մասին խոսելը։ Բայց եթե դրա մասին խոսվելու է, ապա մենք այդ առումով միայն եւ միայն հաղթած ենք իրականում դուրս գալու, բայց մեզ հարգելի հայրենակիցներ վերադառնալով թեմային, մեզ ավելի է հետաքրքրում իրականում այսօրվա հարցերը, այլ ոչ թե պատմությունը եւ արեք անցնենք Ադրբեջանի կողմից Զիմբան այդ կարևոր գործընթացին, այսինքն Գրիֆեն ինքնաթիռների գնմանը եւ մեր արձագանքի կարևորությանը այդ ուղղությամբ։ Եվ դա ես համարում եմ իրոք շատ կարևոր թեմա է, որովհետեւ իրական վտանգներ են պարունակում, իսկ պատմության կեղծելու փորձերը իրանք վտանգավոր են իհարկե, բայց ի վերջո ամենավտանգավոր հարցը վերաբերվում է հենց
զինված ուժերին, եւ ես շարունակում եմ պնդել եւ շարունակում եմ ասել ուղիղ, եւ նույնիսկ ադրբեջանական կողմը թող սա նաեւ համոզված եմ լսի եւ նկատի, որ միջև Ադրբեջանի կողմից կա այսպիսի ուրեմն վտանգավոր բառապաշար, ապա մեր բնական ցանկությունները ել ավելի հզոր զինված ուժեր ձևավորելու, ել ավելի պաշտպանված լինելու, ել ավելի աճելու են։ Սա շատ տրամաբանական է ինձ թվում։ Այս պահի դրությամբ պետք է ասել, որ ադրբեջանական օդուժը ուրեմն կարևոր զարգացման փուլ է մտել, հարգելի հայրենակիցներ։ Ընդհանուր առումով գլխավոր ինքնաթիռը ադրբեջանական MiG-29-ն էր, երկար ժամանակ 14 հատ ունեին MiG-29-ը եւ դրան ավելանում էր նաեւ 25 հատ մոտավորապես Su-25։ Եվ դրանից հետո արդիականացում է տեղի ունեցել Su-25-երը թուրքական տարբեր տեխնոլոգիաներով են ուրեմն զարգացել եւ բացի ուրեմն այդ սովետական ուրեմն օդուժի Ադրբեջանը մեծ հույս էր դնում նաեւ ուղղաթիռների եւ ԱԹՍ-ների ուղղությամբ։ Բայց վերջի տարիների ընթացքում, գիտեք, ԱԹՍ-ների զարգացումը բերել է նաև նրան, որ TB2 ավելի ծանր ակինչի ԱԹՍ-ներն են զարգացել Ադրբեջանում եւ ակտիվորեն կիրառվել է նաև Երկրորդ Ղարաբաղի պատերազմում։ Ամենակարևոր վերջի ժամանակահատվածում ձեռքբերումը Ադրբեջանի կողմից դարել է պակիստանա-չինական ուրեմն շատ լուրջ ինքնաթիռները, որոնք տարբեր նպատակներով կարող են օգտագործվել եւ այդ պատճառով անվանվում են բազմաֆունկցիոնալ ուրեմն ինքնաթիռներ, այդ ինքնաթիռների գնման մասին տեղեկատվությունը 2024 թվականին Ադրբեջանը եւ Պակիստանը ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի դեռ 16, հետո մինչեւ 40 այդպիսի JF-17 բլոկ 3 ինքնաթիռների գնման փաստաթուղթ է կնքվել, ընդհանուր գինը այդ փաստաթղթի եւ այդ համաձայնության 4.6 միլիարդ դոլար է, եւ սրա մեջ մտնում է ոչ միայն հենց ինքնաթիռները, այլ նաեւ ուսումի եւ զինված հնարավորությունները, հրթիռները, տեխնիկական աջակցությունը եւ այլն։ Առաջի այդ ուրեմն ինքնաթիռները արդեն Ադրբեջանում են եւ 2025 թվականի հոկտեմբերին է տեղի ունեցել, այսինքն մի քանի ամիս առաջ մատակարարումը եւ 2025 թվականի նոյեմբերի 8-ին շքերթի ժամանակ Բաքվում, որը Ղարաբաղի պատերազմում հաղթանակին էր նվիրված, ինչպես գիտեք, 5 այսպիսի JF-17 ուրեմն Բաքվի օդում նաև թռիչք է կատարել եւ Ադրբեջանը սրանով նաև հաստատել է, որ դարել է այս ինքնաթիռների ուրեմն տերը նաև եւ սկսել է ակտիվորեն ներգրավել իր այդ հնարավորությունները կոնկրետ զինված ուժերում։ Ուրեմն կարճ ասեմ ձեզ, որ JF-17 Thunder Block 3-ը դա թեթև ուրեմն բազմաֆունկցիոնալ այսպիսի ուղղաթիռ է 4++ սերունդի, որը Պակիստանի եւ Չինաստանի կողմից համատեղ է ձևավորված եւ ունի, որը տարբեր հնարավորություններ, այդ թվում չինական ուրեմն հատուկ ռադարային համակարգներ ունի, բացի դրանից պետք է ասել, որ ունի նաեւ մոտավորապես 100 կիլոմետրանոց հնարավորություն, որ տարբեր ուրեմն թիրախներ ունենա, գտնի այդ 100 կիլոմետր հեռակայության վրա եւ զուգահեռ դրա միաժամանակ 15 թիրախի ուղղությունով կարող է աշխատել այս հնարավորությունը։ Բացի դրանից կարևոր է նաեւ նշել, որ ուրեմն օպտիկա-էլեկտրոնական կայան ունի այս JF-17-ը եւ հրթիռային նախազգուշացման նաեւ համակարգներ ունի։ Մոտավորապես պետք է ասել, որ 1900 կմ/ժ թռիչքի հնարավորություն ունի եւ մինչեւ 17 կմ իր ուրեմն հնարավորությունները
բարձունքը նկատի ունեմ, բացի դրանից պետք է ասել իր մարտական հնարավորությունները իրականում գործելու մոտավորապես 900 կիլոմետր են, իսկ եթե ավելացնում ես հատուկ սարքեր, ապա մոտավորապես 1700 կիլոմետր։ Այսինքն JF-17-ը կարող է կատարել ինչպես հակաօդային պաշտպանության համակարգի պատասխանատվություն, այսպես էլ հարվածային գործունեություն կարող է կատարել տարբեր ուղղություններով եւ ընդհանուր առումով 3.6 տոննա բեռ կարող է ունենալ։ Եվ պետք է ասել, որ նույն JF-17-ը պատկերացնում է կոնկրետ Ադրբեջանը, որ ակտիվորեն ներառելու է նաև թուրքական տարբեր արտադրություն, այդ թվում հեռահար Գյոկ-Դաղան եւ կարճ հեռահարության Բոզդոգան հրթիռները, ինչը կբարձրացնի ուրեմն համատեղությունը նաև թուրքական ռադիոլոկացիոն ուժերի հետ եւ ռազմաօդային բաղադրիչի հետ առհասարակ եւ կարելի ասել, որ նաև կմոտեցնի Թուրքիային եւ Ադրբեջանին եւս մեկ ոլորտում։ Եվ պետք է ասել, որ JF-17-ը Ադրբեջանի համար բարդ հարց էր, որովհետեւ պետք է ասել, որ JF-17-ի ուղղությունով խնդիրներ ունեցան ադրբեջանցիք։ Այսինքն առաջի հերթին պետք է ասել, որ այդ ռադիոլոկացիոն այդ հնարավորությունը, որը JF-17-ում կա, խափանումներով է աշխատում եւ հաղորդվել է դրա մասին նաեւ, իսկ վերջերս նաեւ խնդիրներ ունեն այդ ինքնաթիռները տարբեր ուղղություններով նաև եւ դա վերաբերվում է նաև շարժիչին եւ դա հետաքրքիր է, այսինքն մենք առաջի այդպիսի խնդիր ունեցանք եւ պաշտոնական Բաքուն հետաքրքիր է, որ հայտարարություն է ունեցել, այսպիսի քննարկում էր եղել, որ պաշտոնական Բաքուն պաշտոնապես մտահոգություններ է հայտնել պակիստանական կողմին եւ համարժեք տեխնիկական աջակցություն է խնդրել, որովհետեւ լուրջ խնդիրներ են ստեղծվել հենց JF-17-ի ուղղությունով։ Այսինքն կարանք արձանագրել, որ Պակիստանը չինական այդ ինքնաթիռները այդքան էլ լավ իրավիճակում չեն գտնվում եւ առնվազն այնինչ վաճառվել է Ադրբեջանի համար եւ հաշվի առնելով դա, հարգելի այնիկիցներ, Ադրբեջանը օրակարգում ունի հիմա գնել նոր հնարավորություններ։ Եվ սա է փաստացի դարել պատճառը, որ Ադրբեջանը պատրաստվում է ուրիշ ուղղությամբ նաև անել այսպիսի պատվերներ։ Միջև անցնելը այդ կարևոր հարցին, ես պետք է ասեմ, որ ուրեմն Բաքուն ընդլայնում է նաև ռազմական համագործակցությունը առհասարակ Չինաստանի հետ, եթե 2025 թվականին գնվել է խոսքին FD-2000B հեռահար հակաօդային պաշտպանության համակարգները, որոնք պետք է ասել, որ HQ-9B արտահանման տարբերակներն են, այսինքն այնինչ Չինաստանը մատակարարել է նաև Պարսկաստանին, ապա սա առաջի անգամ Ադրբեջանը ցուցադրեց շքերթում այս հնարավորությունները հակաօդային պաշտպանության եւ չնայած հակաօդային պաշտպանության համակարգները պաշտոնապես չեն ուրեմն այդպես գնահատական տվել դրան, որ ունեն բարձր հնարավորություններ, ընդհանուր առումով պետք է ասել, որ Ադրբեջանը փորձում է հարցը լուծել միևնույն ժամանակ ինչպես հոպի, այդպես էլ օդուժի միջոցով, բայց օդուժի առումով կան խնդիրներ եւ խնդիրները լուրջ են եւ դրա մասին ես հիմա կասեմ ձեզ, որ Global Defense Corp-ն է գրել, որոնք գիտեք միջազգային առումով տարբեր ուղղությունով վերլուծություններ է հաճախ տեղի ունենում, հարգելի հայրենակիցներ, որովհետեւ շատ ռազմական հարցերը մենակ մեզ չի վերաբերվում Հայաստան-Ադրբեջան եւ խոսքին շատերին հետաքրքրում է հենց JF-17 բլոկ 3 այդ տարբերակի հնարավորությունները եւ Ադրբեջանի դեպքում ուղղակի օրինակ է դա նրա, թե ինչպիսին են այս հնարավորությունները, արդյոք դրական են թե բացասական եւ պետք է ուղիղ արձանագրել, որ սա նշանակում է, որ այդքան էլ լավ հնարավորություններ չունեն, առնվազն արտադրության որակը ցածր է, երբ հարցը գալիս է այդ JF-17-ին եւ հիմա մենք ունենք արդեն կոնկրետ նաեւ հարց, որը վերաբերվում է գրիֆենների գնման հարցին, հարգելի այրենակիցներ։ Սա շատ կարևոր թեմա է եւ հիմա մենք ձեր հետ միասին կխորանանք այս թեմայի ուղղությունով։ Ադրբեջանը ցանկություն ունի գնել արևմտյան արտադրության շվեդական
Gripen EF տարբերակները եւ 2026 թվականի սկզբին, հիմա այսինքն մի քանի օր առաջ սկսվել են առաջի այդպիսի քննարկումները GAS-39 Gripen ամենանոր ձևաչափի E կամ F ձևաչափերի, դա տարբերվում է 1 կամ 2 ուրեմն մարդու համար է նախատեսված հնարավորություն։ Խոսք է գնում գնման մասին մոտավորապես 48 միավորի մասին, եւ սա շատ մեծ փաստաթուղթ է, որը 6.5 միլիարդի մասին է խոսքը գնում, եւ մատակարարումները կարող են սկսվել արդեն 2029 թվականին, այսինքն 3 տարի անց։ Եվ այս գումարը նաև ներառում է ոչ միայն հենց ինքնաթիռները, այլ նաև ամբողջ ապահովումը, ինչպես ուսում, այդպես էլ այն հնարավորությունները ռազմական, որը պետք են գրիֆենների համար, զինամթերքը, ուրեմն պահեստա մասերը, նաև ցամաքային աջակցության հնարավորությունները եւ այլն։ Այսինքն խոսք է գնում ոչ միայն այսպիսի կոնկրետ ժամանակավոր մեկ անգամ գնման գործընթացի մասին, այլ շվեդական կողմի հետ երկարատև այսպիսի ծրագրի մասին համագործակցության եւ ռազմական հարաբերությունների խորացման։ Մի քանի խոսքով ասեմ, թե ինչ է Գրիֆենը։ Saab JAS-39 Gripen-ը, սա նոր սերնդի բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ են, կործանիչներ են, ավելի ճիշտ, ժամանակակից են եւ 4.5 սերնդի են, այսպես ճիշտ որ ասեմ, եւ իրանք ուրեմն պետք է ուղիղ այստեղ գնահատական տրվի, որ սա բարձր տեխնոլոգիական հնարավորություններ են։ Այս ուրեմն նախագծվել է ինչպես բարձր տեխնոլոգիական հակառակորդների դեմ պայքարի ուրեմն փորձի վրա եւ առանձնահատուկ մի շարք հնարավորություններ ունի, այդ թվում կարևոր այդպիսի բազմաֆունկցիոնալ ամենաժամանակակից ուրեմն էլեկտրոկայաններ եւ ռադիո պայքարի նաև հնարավորություններ, սենսորներ, որոնք կոչվում են Raven ES-05 եւ նաև տարբեր համակարգներ այս ուղղությամբ, այդ թվում ռադիոէլեկտրոնային պայքարի, եւ զուգահեռ սրա պետք է ասել, որ իրանք ապահովում են լուրջ հնարավորություն, գերակայություն այդ ուժերի օդում։ Բացի դրանից ինքնաթիռը նաև ունի կարևոր ամերիկյան նաև այսպիսի բաղադրիչ, խոսք է գնում, որ հենց ամերիկյան General Electric-ի կողմից արտադրած շարժիչով է գործում Գրիֆենը, այսինքն Գրիֆենը ինչ որ առումով նաև մոտ է ամերիկյան ինքնաթիռներին։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ Գրիֆենը մինչև 2 մահ կարող է արագություն զարգացնել եւ իր ռազմական հնարավորությունների ուրեմն գոտին մոտավորապես այդպես ասեմ 1300 կիլոմետր է, իսկ եթե ավելացնի հատուկ հնարավորություններ, ապա մինչև 4000 իրականում աճում է։ Գրիֆենները իրականում 7.2 տոննա բեռ կարող են տանել, ռազմական բեռ իհարկե, եւ ընդհանուր առումով պետք է ասել, որ ունի տարբեր հնարավորություններ, այդ թվում գերմանական շատ կարևոր IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգների բաղադրիչ ունի, ինչպես նաև մինչև 7 մետեոր հրթիռներ կարող է տանել եւ մի քանի նաև IRIS-T հրթիռներ։ Մի խոսքով Գրիֆենները շատ բարձր հնարավորություն են, ընդհանուր առումով մինչև 200 կիլոմետր օդում հնարավորություն ունեն վերահսկել բոլոր այդպիսի զարգացումները եւ ունեն ինչպես օդ, այդպես էլ օդ-ցամաք տարբեր հրթիռների հնարավորություններ, Գրիֆեններում նաև հնարավոր է իհարկե կիրառել իմ պատկերացումով թուրքական հրթիռները, ինչը եւս Ադրբեջանի համար կարևոր զարգացում է։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ Գրիֆենը ունի շատ կարևոր ռազմական հնարավորություններ եւ իհարկե եթե համեմատենք այսօրվա Ադրբեջանի MiG-29-ների հետ, ապա համեմատել նույնիսկ չի կարելի, բայց նույնիսկ JF-17-ների հետ, հատկապես որ JF-17-ը ունի խնդիրներ, դա լուրջ խնդրահարույց հարց է։
Խոսքին օրինակ բերեմ Մետեոր հրթիռները, որոնց մասին խոսք է գնում, աշխարհում համարվում են ամենալավներից մեկը օդ տրամաբանությունով, այսինքն ներկայացնում են լուրջ եւ անմիջապես սպառնալիք Հայաստանի օդուժի համար որևէ մարտական գործողությունների դեպքում։ Երկրորդը Գրիֆենները պետք է ասել, որ շատ կոմպակտ եւ այսպիսի թեթև հնարավորություններ են եւ շատ էժան են իրականում, եթե այսպես համեմատենք, եւ նաեւ պետք է դա ընդգծվի, որ համեմատաբար ուրեմն կոմպակտ են, թեթև են եւ հայտնի են ցածր ուրեմն շահագործման եւ սպասարկման ծախսերով, այսինքն Ադրբեջանը հաշվի է առել այն խնդիրները, որը ինքը ունի հիմա JF-17-ի հետ այդ ուղղությամբ։ Բացի դրանից Ադրբեջանը ուզում է ոչ մեծ ծախսերով գտնել շատ լուրջ այսպիսի հնարավորություն եւ երրորդը դա քաղաքական հարցերն են իհարկե դիվերսիֆիկացում է փորձում ապահովել Ադրբեջանը։ Իհարկե Ադրբեջանը հիմա հասկանում է, որ իր գլխավոր սպառնալիքները գալիս են Ռուսաստանից, ուստի ռուսական օդուժի մասին խոսքել չի գնում։ Թուրքական կողմը իր F-16-ները չի ծախել Ադրբեջանին, չի վաճառել, որովհետև կա խնդիր, որ Թուրքիան հենց ինքը ունի խնդիր ինքնաթիռների մատակարարման եւ քան այդ ինքնաթիռի ուղղությունով է զարգացնում։ Մենք դրա մասին ձեր հետ միասին մեծ վերլուծություն էինք արել, որը վերաբերվում էր թուրքական օդուժի եւ ԱԹՍ-ների զարգացման հարցին։ Իհարկե Թուրքիան կուզեր ստանալ F-35-ներ եւ ամերիկական այդ F-16-ները տար Ադրբեջանին, բայց այս իրավիճակում դրա մասին կարծես խոսքել չի գնում։ Եվ շվեդական կողմը կարող է իհարկե այստեղ ունենալ իր դերը, բայց նաև Միացյալ Նահանգները պետք է թույլտվություն տան, որ Շվեդիան կարողանա վաճառել իր ուրեմն այս ինքնաթիռները եւ դա շատ հետաքրքիր է, շարժիչը ամերիկյան է, առանց Ամերիկայի թույլտվության դա հնարավոր չի անել։ Պետք է ասել, որ Ամերիկայի հետ հարաբերությունները բարելավել են իհարկե Ադրբեջանի եւ հաշվի առնելով դա Ամերիկան կարող է տա այդպիսի հնարավորություն։ Բացի դրանից պետք է ասել, որ JF-17-ի ուղղությամբ ստեղծված խնդիրները մենք նույնիսկ չգիտենք ինչ մակարդակի են։ Եթե այդ խնդիրները շատ լուրջ են, ապա Ադրբեջանը շատ կարա հիմա ուզել այդ ուղղությամբ քայլեր անի հենց JF-17-ի։ Կարճ ասեմ, որ JF-17-ը եւ Գրիպենը իրանք երկուսն էլ 4++ տարբերակի են։ Ամեն դեպքում, այսինքն 4.5 սերնդի են, բայց եթե մենք համեմատում ենք նրան, ինչ մենք ունենք հիմա, Su-30 SM-ներ, ապա մերը 4+ սերնդի է, այսինքն կարելի ասել, որ 1 սերունդ չէ, բայց կես սերունդ պակաս է եւ դա նաեւ խնդրահարույց է ընդհանուր առումով։ Եվ եթե համեմատենք նաեւ հնարավորությունները, ապա շատ մոտ են ընդհանուր հնարավորությունները, դա արագությունը մոտավորապես 2000 կմ/ժ է, դա 17 կմ ուրեմն բարձրությունն է մոտավորապես եւ ուրեմն քաշը JF-17-ը 3.6 տոննա, Գրիֆենը 7.2, իսկ Su-30-ները, SM-ները, որը Հայաստանը ունի 8 տոննա։ Բայց եւ ավելի շատ հրթիռներ կարող է ունենալ իրականում Su այդ 30-ները։ Խնդիրը նրանում է, հարգելի այնակիցներ, որ Su-30-ը ընդհանուր առումով ծանր այդպիսի ինքնաթիռ է եւ թանկ է, բայց այս տարբերակները, որի մասին մենք խոսում ենք, ապա իրանք թեթև են եւ տարբեր հզորություն ունեն։ Խնդիրը ես իհարկե մանրամասն հիմա չեմ գնա դրա ուսումնասիրման մեջ, դա արդեն ռազմական ուղղությամբ հատուկ մասնագետների, ասեմ, որ զբաղվելու հարցն է, բայց ընդհանուր առումով Su-30-ի ուղղությունով մենք ունենք մի քանի տարբերակ։ Առաջինը, որ մենք կարող ենք արդիականացնել այդ հնարավորությունները եւ Su-30-ների ուղղությամբ UTAM եւ Astra, ասեմ, որ արդեն է դա արվում, ոնց ես հասկանում եմ, հրթիռների ուղղությունով եւ UTAM ռադարի ուղղությունով նաեւ զարգացում ապահովենք Հնդկաստանից, այսինքն Su-30-ները ոչ թե Ռուսաստանի է զարգացնենք, այլ Հնդկաստանի, բայց ընդհանուր առումով պետք է ասել, որ մեզ չի կարող բավարարել Su-30-ները, հատկապես այն քանակը, որը մենք ունենք, ըստ պաշտոնական տվյալների հայկական կողմը ունի փաստացի 4 Su-30 SM։ Եվ Ադրբեջանի կողմից հիմա խոսք է գնում, դուք հասկանում եք, շատ մեծ քանակի մասին։ Եվ ինչպիսին կարող է լինել այս արձագանքը։ Ասեմ, որ բանակցություններ պաշտոնապես ունենք մենք Su-30 MKI-ի գնման մասին Հնդկաստանից,
որը Ռուսաստանի հետ համատեղ զարգացում է եւ մոտավորապես 3 միլիարդ դոլարի պետք է լիներ պայմանագիրը, որը պետքա մինչև 12 Su-30 ներառել MKI տարբերակով գնումը, բայց պաշտպանության նախարարը Հայաստանի պաշտոնապես հերքել է այս ուրեմն հնարավորության գնումը։ Բացի դրանից պետք է ասել, որ իհարկե մենք հրթիռներ կարող ենք այդ ուղղությամբ զարգացնել, հակաօդային պաշտպանության դերը իհարկե շատ կարևոր է այդտեղ եւ Ակաշի գնումը, որը օրերս պաշտպանության նախարարությունը ցույց տվեց, դա իհարկե կարևոր հնարավորություն է, բայց ուղիղ պետք է ասեմ, շատ ուղիղ եւ պարզ հարգելի հայրենակիցներ, որ ես հուսով եմ, որ պաշտպանության նախարարությունը այն պատճառով է հրաժարվել առնվազն բացահայտ եւ պաշտոնապես Su-30-ների գաղափարից գնման Հնդկաստանից, որովհետեւ Հայաստանը պետք է գնի արևմտյան ինքնաթիռներ, ուրիշ տարբերակ չկա, արևմտյան ինքնաթիռներ, երկու տարբերակ ունենք, դա կամ ֆրանսիական Ռաֆալներն են կամ ամերիկյան F-16-ները, եւ դա պետք է տեղի ունենա մեր դաշնակիցների հետ միասին համատեղ գործունեությունով։ Su-30-ների ուղղությունով իհարկե կարելի է համագործակցել, այդ թվում հնարավոր է նույնիսկ Su-30-ները, որը մենք ունենք, տալ Հնդկաստանին, որովհետև 4 հատը բան չի փոխում, իսկ Հնդկաստանը ունի Ռուսաստանից ավելի շատ Su-30-ներ, իսկ դրա փոխարեն մենք կարող ենք Ֆրանսիայից, որը Հնդկաստանի մոտիկ դաշնակիցն է, ստանալ էլ ավելի շատ զենք, որը Ֆրանսիան կարա լուծի բարտեր մի խոսքով, դա խնդիր չի ներկայացնում Իրանից։ Մեզ պետք են կամ Ռաֆալներ, կամ F-16-ներ։ Մենք պարոն Այվազյանի հետ հարցազրույց արեցինք, որտեղ որ F-35-ների մասին ես երկարատև այդ գաղափարի մասին եմ խոսել եւ ասել եմ, որ 2 տարի առաջ եմ դեռ խոսել դրա մասին եւ ասել եմ, որ մեզ պետք է հասնել նրան, որ Հայաստանը ունենա F-35-ներ, իհարկե դա այսօրվա հարցը չէ։ Իհարկե ես երբեք իրականությունից դեպի հորինված իրականություն չեմ անցնում եւ իրատեսական ապագայում խոսել F-35-ների մասին լուրջ չէ, բայց եթե մենք ճիշտ քայլեր անենք, եթե մենք հիմա F-16-ների ուղղությունով գոնե անենք քայլը կամ Ռաֆալների ուղղությունով, ապա հաջորդ քայլը իր ժամանակին, իր տնտեսական իրավիճակում, իր քաղաքական իրավիճակում եւ դրա ժամանակը գքա ապագայում տարիներ անց եւ մենք որևէ տեղ չենք շտապում ձեր հետ միասին, որովհետեւ F-35-ները լրիվ ուրիշ հարց են, դա ոչ թե բալանս պահպանելու հարց են, այլ դա բալանսը խախտելու հարց է նաեւ ի օգուտ մեզ։ Ապա դա ապագայի հարց է եւ դրան մենք կհասնենք Միացյալ Նահանգների հետ ճիշտ դաշնակցության ուղղությամբ եւ ես իմ անձնական քաղաքական այդ կարիերան ստեղծում եմ նաև այդ վստահության հիմքի վրա Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ, որ կարողանամ ապագայում նաև այդ ուղղությամբ ճիշտ քայլեր եւ ներդրում անել, որովհետեւ դա պետք է նաև հիմնված լինի մեծ վստահության վրա հայկական հանրության, հայկական պետության ուղղությամբ, այսինքն դա ոչ մեկ օրվա, ոչ մեկ տարվա, ոչ էլ մի քանի տարվա հարց է, դա սերնդների հարց է, բայց մենք դրան կարող ենք հասնել, եթե իրար հետ միասին այսպես շարունակենք մեր ձեր հետ միասին գործունեությունը եւ իհարկե ասեմ ձեզ, որ ամերիկյան կողմը նաեւ եւ իմ գործընկերները Ամերիկայում շատ գոհ են նրանով, թե ինչ աջակցություն եմ ես ստանում ձեզանից, ինչպես մեր հանրությունից եւ նկատում են նաեւ դա, որովհետեւ ինձ տեսնում են նաեւ ինչպես այսպիսի հայ-ամերիկյան կապող կարևոր շղթա եւ կապ ամրապնդող, ինչպես պետական դեպարտամենտը գնահատական է ինձ տվել, խոստումնալից առաջնորդ։ Եվ ուրեմն այդ ամեն ինչը պետք է օգտագործենք նրա համար, որ հասնենք այդ կարևոր նպատակի, այդ նպատակի անունը F-35 է, բայց F-35-ի գաղափարից շուտ մենք պետք է խոսենք արդեն Ռաֆալների կամ ես կարծում եմ ավելի հետաքրքիր է F-16-ների կոնկրետ տարբերակը։ Հուսով եմ այդ ուղղությունով քայլեր կարվեն։ Եթե այսօր Ռուսաստանի համար ավելի խնդրահարույց է Եվրոպայի հետ մեր համագործակցությունը, F-16-ները ամերիկյան են, խնդիր չի լինի։ Պետք է շարժվենք այդ ուղղությամբ։ Այսինքն Գրիֆեններին մենք պետք է արձագանքենք եւ պատասխանենք, ուրիշ տարբերակ չկա։ Գրիֆենները 2030 թվականի համար դա լուրջ արդեն խնդիր եւ սպառնալիք է եւ դրան պետք է լինի կոնկրետ պատասխան։ Եվ եթե մենք վերցնում ենք F-15-ի F-16-ի կներեք գումարը եւ նայում ենք թե ինչպիսի հնարավորություններ
ունի 1 F-16-ը, ապա մոտավորապես նոր մոդելները, արդիականացված հնարավորությունները այսօր արժեն մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլար։ Այսինքն մենք փաստացի կարող ենք մոտավորապես էքսպորտային տարբերակները ավելի թանկ են իհարկե եւ մոտավորապես խոսք է գնում տարբեր հնարավորությունների մասին 60-70 միլիոն դոլար։ Եթե մենք ամերիկացի մեր գործընկերների հետ կարողանանք ապահովել մատչելի գին եւ իր շուկայական գնից, այսպես ասեմ, ավելի ցածր գնով կարողանանք ձեռք բերել, ապա խոսքին 50 միլիոն դոլարի տարբերակով, եթե այսպես գնահատենք, ապա մոտավորապես ուրեմն հասկանում ենք, որ 10 հատը գնելը 500 միլիոն դոլար կլինի, իսկ եթե նույն 50 հատի գնման մասին է խոսք գնում, որ գրիֆեններին համապատասխան իրավիճակ լինի, 48 հատ խոսքին, ապա դա մոտավորապես 2.5 միլիարդ դոլարի կարող է լինել։ Այսինքն դա հնարավոր է եւ մենք մեզ կարող ենք թույլ տալ այդպիսի պայմանագիր կնքել։ Ինչու հիմքի վրա? Շատ պարզ։ Դրա ֆինանսական հիմքը, այսինքն այն ցածր վարկը, որը մենք կստանանք ամերիկյան կողմից, հիմք է դրվելու թրիփը ինչպես ամերիկյան այստեղ ներկայություն, դրա շնորհիվ մեզ կտան ցածր վարկ, որով մենք կարող ենք գնել F-16-ներ, կներեք 35 եմ ասում, որովհետև շատ եմ ցանկանում, որ Հայաստանը ունենա F-35 եւ մենք առհասարակ անցնենք ավելի Իսրայելի կարգավիճակին, բայց սա միայն ցանկություն չի, սա գործ պետք է դառնա։ Այս թեման ամփոփում եմ, անցնում եմ հիմա հաջորդ կարևոր հարցին, վերջի հարցին այսօրվա մեր քննարկման ընթացքում, եւ դա վերաբերվում է Ադրբեջանի կողմից նոր հնարավորությունների գնմանը։ Խոսք է գնում 300 ինքնագնաց ականանետի մասին։ Ադրբեջանը ստորագրել է այդպիսի փաստաթուղթ եւ Էր-Ռիադում իրականում հիմա օրերս տեղի ունեցած այդպիսի ցուցահանդեսի ժամանակ Սլովակիայի պետական կազմակերպության ZTS Special-ի հետ միասին 300 ուրեմն այդպիսի SAM 120 տարբերակի մասին է խոսքը, ինքնագնաց ականանետի, որի մասին փաստաթուղթը փաստացի պատրաստ է եւ արդեն տարվա վերջը կսկսեն առաջի մատակարարումները, մոտավորապես 96-ի մատակարարման մասին արդեն խոսք է գնում եւ մեկի գումարը մոտավորապես 2 միլիոն եվրոից ավելի շատ է, ընդհանուր գումարը հասկանում եք, որ խոսք է գնում մոտավորապես 300-ի դեպքում 600 միլիոն եվրո։ Իհարկե պետք է հասկանալ, որ սա շատ լուրջ ռազմական հնարավորություն է, շատ բարձր տեխնոլոգիական է եւ կարող է մինչեւ 20 հարված հասցնել 1 րոպեի ընթացքում։ Եվ հարվածները կարող է հասցնել մինչեւ 9 կիլոմետր, 8600 մետր, մոտավորապես 8 կիլոմետր, ինչը շատ լուրջ հնարավորություն է եւ նաեւ սարերում հեշտ շարժվելու հնարավորություն է տալիս։ Եվ դա լուրջ հարվածային այսպիսի առաջընթաց կլինի Ադրբեջանի համար եւ Ադրբեջանը փորձում է նաեւ այս ուղղությունը ակտիվորեն զարգացնել դեռ 44 օրվա պատերազմի ժամանակ ըստ ադրբեջանական մամուլի ցույց է տվել էֆեկտիվությունը իր ռազմական գործողությունների ժամանակ։ Եվ պետք է ասել այստեղ, որ իհարկե, երբ խոսք է գնում կոնկրետ այս հնարավորության մասին, ապա համարում եմ, որ այս կոնկրետ հարցի ուղղությամբ մեզ պետք է մեր արձագանքը եւ սրա արձագանքը իմ համար պարզ է, սա պետք է լինի խորացումը հնդկական կողմի հետ, հատկապես այս ուղղությամբ նաեւ համագործակցությունը եւ ինքնագնաց ականանետները հետաքրքիր ուղղություն են, բայց ֆրանսիական կողմի հետ հարգելի այրենակիցներ, ես պնդում եմ եւ հորդորում եմ Հայաստանի իշխանություններին ավարտել հապկից դուրս գալու գործընթացը, դրանից հետո նախաձեռնել եւ ստորագրել Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական պայմանագիր եւ սկսել կոնկրետ Ֆրանսիայից ռազմական հնարավորությունների մատակարարում, այդ թվում ել ավելի մեծ
քանակի զինված տեխնիկայի եւ շատ հարցերում, եթե ոչ Միացյալ Նահանգները, ուրեմն Ֆրանսիան կարող են մեզ օգնել նաեւ ինքնագնաց ականանետների մատակարարման ուղղությունով, որովհետեւ այս ինքնագնաց ուրեմն ականանետները շատ մեծ դեր ունեն։ Եվ մենք իհարկե հասկանում ենք, որ Ֆրանսիայից կարելի է այսպիսի ականանետներ գնել։ Տարբեր համակարգներ ունի Ֆրանսիան, MO120RT այսպիսի տարբերակ կա, որը շատ լուրջ 8-9 կիլոմետրանոց նաև այդպիսի եւ մինչեւ 13 կիլոմետրանոց այդպիսի հարվածային հնարավորություն ունի։ Մյուս տարբերակը Ֆրանսիան ունի եւ դա MEPAC տարբերակն է, որը նաև կարող է այսպիսի լուրջ հարվածային հնարավորություն ունենալ եւ դրան ավելանում է եւս ուրիշ հնարավորություններ, այսինքն ամենակարևորը 120 մմ-անոցը, այդ երկուսն են, որի մասին ես նոր նշեցի։ Մենք Ֆրանսիայից սա կարող ենք գնել եւ մենք սա Ֆրանսիայից պետք է գնենք նրա համար, որ օդում ապահովենք անվտանգությունը, ուրեմն ֆրանսիական Ռաֆալների կամ ամերիկյան F-16-ների միջոցով, ցամաքում ես կարծում եմ, որ 2M այդ ֆրանսիական տարբերակով կամ MEPAC երկուսն էլ 120 մմ-անոց բան են, ուրեմն այսպիսի համակարգներ են, ինչպես արդեն ասացի ձեզ, ինքնագնաց ականանետների եւ սրանով նաեւ բալանսավորենք Սլովակիայի կողմից 300 այսպիսի ականանետի վաճառքը դեպի Ադրբեջան։ Սա անհրաժեշտություն է եւ մենք սա պետք է անենք։ Շնորհակալ եմ հարգելի հայրենակիցներ ձեր ուշադրության համար, կարծում եմ հետաքրքիր այսպիսի խորը վերլուծություն ստացվեց, չենք մոռանում իհարկե լայքել, գրել ձեր մեկնաբանությունները եւ կարծիքը ուրեմն մեկնաբանություններում եւ նաեւ իհարկե բաժանորդագրվել ալիքին, կհանդիպենք, ցտեսություն։